Վայ, ես դու էլ ես եկել, դե քանի որ դու էլ ես եկել, ասեմ, որ մենք կրկին Կիրովականում ենք ու այս անգամ հյուր ենք գնալու Հորովել երգի պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ եւ Կիրովականի կոլորիտային դեմք Արմեն Ներսիսյանի տուն։ Հիմա պետք է զանգել նրան։ Լսում եք երաժշտությունը։ Այդ մի տաղանդություն եմ, կներեք։ Ինչպես եք։ Ահա, մենք հասել ենք, ինձ թվում է ձեր տան մոտ, ինչ որ Gef Market կա, Dance Studio, դե եկեք։ Ես այդպես էլ գիտեի։ Բարև ձեզ։ Ես Էլենն եմ։ Ուրախ եմ շատ։ Ինչ անենք, գնանք։ Ինչպես է։ Նորական։ Շուն ունեք ճատ։ Որի սիրեմ։ Անն ինչ է։ Ինչ։ Բերտա, հասկացա։ Բարև, ես Էլենն եմ։ Քանն ինչ է։ Եվա։ Եվա։ Թռչունները ինչպես տեսակ, սաքեր ունեն, նաև պահում եմ, սա բադ է։ Իրա ձակերի հետ մեկ-մեկ թողում ենք այդտեղ։ Այս փոքր այգին մերն է, մենք շատ սիրուն է։ Էլի կրկին այնտեղ թութակներն են։ Ոայ, ես ինչ սիրուն են, ոնց որ նկարն են, ինչ անուններ ինչ։ Ամբաժաններ, նիրազլուշնիկներ։ Իրանց սորտն է այդ։ Այսինքն միշտ իրար հետ են։ Այո։ Համեցեք։ Շնորհակալություն։ Էլեն։ Ալա, ուրախ եմ։ Համեցեք։ Օ, այստեղ շատ լավ նկար ունեք Անատոլից։ Էս էլ եք նվեր ստացել։ Այո, հենց անձամբ վարպետից երկուսն են։ Ես շատ եմ սիրում իր գործերը։ Շատ հրաշալի արվեստագետ եւ որպես մարդ եւ որպես քաղաքացի շատ լավ մարդ է։ Էս էլ է վարպետի գործերից։ Սա նվերը ինձ Սուրենյանցի անարգված կինը կոպյան է, բայց իմ շատ սիրելի նկարներից է։ Էս Վալմարա, էս մեկը։ Վալմարի 5 գործերից է։ Եվ իմ սրբապատկերների անկյունն։ Աստիճանները բան են, բայց ոչինչ։ Հա, չեմ կնենք այդ օրոր կնենք։ Ոայ։ Այստեղ է։ Էս ինչ լավն է։ Այստեղ մի քիչ ուրիշ աշխարհ է ինձ համար։ Ինձ համար շատ լավն է։ Էս աշխատում է։ Այո։ Ոյ Աստված, իմ շատ եմ սիրում ես։ Ոյ շատ լավն է։ Ինչ անուշ ձայն է, չէ։ Շատ։ Էս որ սենց է կանում, ինչ սնալի։ Հա, լարվում է։ Հա, Ու ինքը մեխանիկական։ Շատ գեղեցիկ է։ Այստեղ աշխատել եմ նկարներն է, ինձ նվիրված։ Ձեզ նվիրած էսում նկարն է։ Ես մեր երիտասարդ նկարիչներից, հա։ Տիգրանի նկարն է։ Չէ, Տիգրանի չէ, Բասենցինն է։ Հա, Բասենցի նկարն է։ Ու սենց բոլորը նկարներ։ Եկեք նայենք, էսում նկարներ, թե չէ։ Էս Էվոյա, էս Ղարաբեկյան, մեր քաղաքի։ Ինչ շատ նկարներ եք նվեր ստացել։ Են ես եմ։ Էս Ջաղասպանյան
նկարիչներից։ Էս ինչ տեղ է, այստեղ դուք ստեղծագործում եք, ինչ եք անում, թե հանգստանալու տեղն է։ Հա, այստեղ հանգստանալու տեղը։ Կարելի ասել հանգստանում եմ, շատ եմ սիրում ժամացույցներ։ Սիրում ժամացույց, հա, էս Իմ աշխատասենյակում Հորովել երգի պարի անսամբլի ձայնա գալիս, շատ ունեմ։ Հա, ժամացույցներ, բայց ինչով է պայմանավորված, որ ժամացույցի։ Ձայնը հանգստացնում է։ Այդ ձայնն էլ եք սիրում, ես որ գնում եմ Ստեփանավան տատիկիս տանը մնալու, մի հատ ժամացույց կար, sense տկ-տկում էր, գիշերները խելագարվում էի, հանում գցվի եկավոր հանկարծ չլսեմ։ Ես հանգիստ քնում եմ։ Իսկ այս ձկները սրանք էլ եք նվեր ստացել։ Այո։ Շատերը գիտեն, որ սիրում եմ, հավաքում եմ։ Ազգային երկարան է։ Նվեր եմ ստացել եւ այստեղ բոլոր մեր հին կոմպիտասից սկսած եւ մեր ժողովրդական դասական արվեստի փայլուն ներկայացուցիչների հավաքածուն է իրենց նոտաներով։ Մի հատ կտակ։ Նոտագրությունով եւ բան։ Անգին նվերը։ Շատ։ Սկսենք ձեր մանկությունից, որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ հենց Կիրովականում։ Հա, դուք բնիկ Կիրովականցի եք։ Մնացել եմ հենց Կիրովականցի։ Մինչև հիմա Կիրովականցի եմ, չեմ փոխվել որպես վանաձորցի։ Իմ Օրինակ ես էլ չեմ ասում վանաձոր, ինքնաբերաբար ասում եմ Կիրովական։ Հետաքրքիրն ինչ է, որ գեներս կապված են Ղարաքիլիսա Կիրովականի հետ, հայրական կողմս, Մշեցի են, Բուլանախ գյուղն է եղել, Մշո, և այնտեղից եկել են ապարան, դա պապիկիս կողմը, ապարանում Սարալանջ գյուղից ենք, բայց քանի որ տատիկս մանկավարժ է եղել, պապիկս շուտ է մահացել 25 տարեկանում, և տատիկս նշանակվել է այնտեղ դպրոցում, ապարանում, Սարալանջ գյուղում, իրար հանդիպել են, սիրել են, ուզել են, հետո պապաս և հորաքույրս են ծովել, բայց տատիկս հետո վերադարձել է կրկին Վանաձոր։ Տատիկս բուն Ղարաքլիսեցի է, աղալուանց տոհմից է, իսկ մամայիս կողմը բուն Ղարաքլիսեցի, այսինքն Կիրովականցի, այդ Ղարաքլիսան հենց Կիրովականի առաջի անունն է եղել։ Եվ պապիկիս Ղարաքլիսեցի բոլորն են ճանաչում, Ջաղասպանանց Արոն, իսկ տատիկս Ղարսեցի էր։ Այսինքն ես կարող եմ ասել բնիկ եւ Ղարաքլիսյա Կիրովականցի եմ եւ կարող եմ ասել, որ ես Արևմտյան Հայաստանի զավակ եմ։ Եվ նաեւ ապարանցի եմ, իրոք հպարտանում դրանց։ Բայց մնացել եմ Կիրովականցի։ Այո, այդ ամենակարևորն է։ Իսկ ինչի եք մնացել Կիրովականցի։ Այդ ինչի հետ է կապված, որ դուք մինչև հիմա ձեզ համարում եք Կիրովականցի, բացի այն փաստը, որ ապրում եք այստեղ։ Չեմ կարող ասեմ, շատ քաղցր է մեր քաղաքը ինձ համար։ Հա, իսկ ի՞նչն է քաղցր։ Ես մինչև հիմա չեմ հասկանում ինչն է քաղցր։ Այնքան քաղցր է, որ բոլոր երգերը Վանաձորին նվիրված ես եմ երգում։ Հա։ Գրիգոր Հախինյանի Իմ Կիրովականը, Գագիկ Աղաբաբյանի Իմ քաղաք, իմ Վանաձոր, բոլոր միջոցառումներին, այո, Արնո Բաբաջանյանի երաժշտությամբ, Գագիկ Աղաբաբյանի մշակմամբ, Սամվել Խալացյանի խոսքերով, էլի Իմ քաղաք, իմ լուսավոր իմ քաղաք Վանաձոր։ Այսինքն այդ ամբողջ երգերը ինչքան կատարում եմ, ես կապվել եմ այս քաղաքի հետ։ Երբեք անգամ միտք չեք ունեցել ինչ-որ բացարձակ շատ առաջարկներ է եղել, թե Սփյուռքի կողմից եւ թե Երևան տեղափոխվելու 90-ականներին մտքիս կար, որ ես գնայի օպերա։ Երջանկահիշատակ Տիգրան Լևոնյանը մեծ սիրով ընդունում էր, շատ մեծ սիրով ասեց արի։
Բայց գիտեք, նույն աշխատավարձներ, ինչ որ ես տեղ խորովել երկի բարի անսամբլում էի ստանում, կամերային երգչախմբում էի ստանում, ինչ որ այնտեղ, եւ եթե մենակ լինեի, ամուսնացած չլինեի, երեխաներ ունեցած չունենա, գուցե մենակ կարողանայի գնայի եւ գլուխս պահեի։ Բայց ընտանիքի հետ մի քիչ դժվար էր։ Մի քիչ պատասխանատվությունն ավելի շատ է, քան մենակ մարդը։ Բայց հետո լավ արեցի, որ չգնացի։ Չեք փոշմանում, կարևոր է դա։ Հետո որ դպրոցն եք սովորել Կիրովական։ Սովորել եմ Թումանյանի անվան 3-րդ դպրոցը։ 3-րդ դպրոցը, ես էլ։ Ինչ լավ։ Որտեղ երկար տարիներ դասավանդել է նաև իմ տատիկս Սիրանուշ Մելքոնյանը, վաստակավոր ուսուցչուհի։ Եվ իրենց համար շատ դժվար էր, որ Արմենը պետք է դառնա արվեստագետ, արվեստի ճյուղ ունենա տատիկիս համար, քանի որ ես մի մայրս եւ տատիկս մանկավարժներ էին, իմ տոհմս իրավաբաններ, եւ դու պետք է լինես կամ մանկավարժ, կամ իրավաբան, այդ տրված էր, եւ իրավաբանության կողմից մեր մեծ հորեղբայրն ասեց երեխային հանգիստ թողեք, թող ինչ ուզում խոսքով։ Իսկ այդ միտքը ձեր մոտ ոնց էր առաջացել, որ դուք ուզում եք դառնալ արվեստի Չի առաջացել, եղել է։ Իսկ ոնց է եղել։ Իսկ թվում է իվերուստ է եղել։ Իսկ թվում է, որովհետև ես ինձ չեմ հիշում, որ դեռ պատմում են մանկուց, որ երգել եմ 2-3 տարեկանում խորհրդային տարիներին ծմեր պապիկներ կային Լյուդայից։ Այսպես փոքր, սպիտակ, բան, ու դրա հետևին միշտ ես դհոլ եմ տվել ու երգել մեր շքամուտքի աղջիկների համար, ում համար երգել եմ, ինքը ամուսնացել է։ Ես երգել եմ թակտանային երգը։ Բոլորն էլ խնդրում էին, ում համար երգել եմ, բայց ասում եմ շատերը խնդրում էին, չէր երգում մնում էին։ Միասերեք։ Ինչ արեցիք դպրոցից հետո։ Դպրոցից հետո ես փորձեցի կոնսերվատորիա գնալ, բայց հենց էր եղել, որ թղթերս ուշացրել էի եւ կրկին անգամ ծնողներս, տատիկս պայքարեցին պոլիտեխնիկական, որովհետեւ իմ կյանքի բացի ուժեղ ինչ ես կամ գիտելիքներով, ես որ իմ էությամբ կամ բծախնդրությամբ, բան լրիվ տատիկս է, որին շատ սիրել եմ, իր առաջի թոռն եմ եղել եւ Սիրանուշ։ Եվ ինքը ինձ մի ուրիշ ձև է նայել։ Պապաս միշտ նախանձով է նայել, ասել է տղատ ես եմ, ինքը չի։ Բայց չէ։ Մի խոսքով պոլիտեխնիկ ընդունվեցի, երեկոյան ցերեկ աշխատում էի Նայիրի կոշիկի արտադրական ֆաբրիկայում, որպես ձևարար, հետո կոշկակար, մի խոսքով, ռուսերեն չուզեցի ասեմ, նրանք կան տենց բաներ, սակրոյշիկ, հետո մյուս էտապներով անցել եմ, էլի։ Այդ ոլորտում էլ կա այո, հետապ անցել եմ, հետո գնացի բանակ, բանակում շատ հետաքրքիր բան կատարվեց իմ կյանքում, երգում էի Զորամասից դուրս, նոր առաջի օրն է, այգի էր, այգում երգում էի ռուսերեն Не пробуждай воспоминаний Այդ երգը ինձ համար անձրևի տակ երգելով գնում եմ մեկը սպորտային հագուստով Սինոկ, իդի սյուդա գնացի Ты откуда? Я из Կիրովական ու սկսեց խոսել, հարց ու փորձ արել, ինչ նախասիրություններ ունես, ինչ ես ուզում դառնաս Եկավ մի պրիսյագն ընդունելուց հետո, երբ որ երթումը ստրվեցի, ինքը ասեց, որ դու չես ծառայելու մյուսների նման, դու լինելու ես Զորամասի կլուբի աշխատող։ Եվ իմ ընկերս, արդեն ընկերացած,
ով որ մեր վանաձորցի էր եւ ծառայում էր Վրեժն այնտեղ, Վրեժանց հետ միասին մի օր իմ բանից պարզվեց, որ այդ մարդը մեր հրամանատարն է։ Գնդի հրամանատարն է։ Եվ կանչեց, որ դու գնում ես սովորելու, ես քեզ թողնում եմ, հեռակա կծառայես, իսկ քո ուսումդ, քո մշակութային ուսումդ գնա եւ սովոր։ Ինքը հատուկ թուղթ բերեց, այն ժամանակ օկրուգը Վրաստանից էր, Թիֆլիսից թուղթ բերեց եւ ես այդ մի քանի օրն եմ ծառայել եմ 23 օր։ Ամբողջ իմ ծառայությունս տևել է 23 օր եւ ես եկել եմ եւ ընդունվեցի երաժշտական ուսումնարան։ Այո, վոկալ բաժին։ Ուսումնարանից հետո սովորել եմ Երևանի կինոյի թատրոնի պետական ինստիտուտ։ Բայց այդ ժամանակ արդեն ես 93 թվականից աշխատում էի։ Ո՞ր ֆակուլտետում Երևանի։ Ռեժիսուրա։ Ռեժիսուրա։ Հասկացա։ Շատ լավ վարպետների դարբնոցի տակով եմ անցել։ Ովքեր են։ Կուրսից ղեկավարն եղել է Վահե Շավերդյանը։ Այ, իսկապես։ Այո։ Ինձ էլ պատկերացնում եք անգամ ինձ է բախտ վիճակվել Վահե Շավերդյանի հետ աշխատել գոնե մի քանի ամիս։ Ես այսօր ասեմ, որ Մերուժան Խորենիչը Երևանի Սոս Սարգսյանի մաստեր կլասներն են կանցել։ Իսկ ո՞ւց ստացվեց, ինչի համար երգից անմիջապես անցում կատարեցիք դեպի ռեժիսուրը։ Իմ մոտ sense մի սկզբում կար, եթե երգիչ ես, կարող է ցավացնեմ ուրիշներին, բայց պետք է ասեմ։ Դա ոչ թե ինձ բան անելու համար, այլ ընդհանրապես արվեստագետ ասածը շատ գլոբալ մեծ հասկացողություն ունի, որ ասենք ես արվեստագետ եմ։ Բայց այսօր մեկ ձեռքով դաշնամուր նվագողը կարող ասի ես արվեստագետ եմ։ Այ հենց ես ուզեցա իմ աշխարհս թատրոնը եւ բեմ երգիչ մի քիչ ընդլայնվի եւ ասեմ այդ կրթությունը ինձ շատ բան տվեց եւ թե գրականության կարդալու եւ թե բեմի փորձառությունը եւ այսօր շատերը բեմ են մտնում 100 տարվա երգիչ վախվորած այո պետք է ամեն անգամ վախվորած մտնես եւ ամեն անգամ ասես վերջի անգամ որպեսզի կարողանաս քո ամբողջ հույզերդ ներկայացնես հանդիսատեսին չգիտեմ ինչքանով է ստացվում բայց ինձ թվում ամեն անգամ երբ որ բեմ ես դուրս գալիս ինչքան էլ նույն երգը երգես կամ նույն դերը խաղաս դա կախված ամեն ինչ հանդիսատեսից չէ իրանք են տանում էլի այսինքն տրամադրությունը իր փոխանցումը Շարլ Ազնավուրը իր երգերը երևի հազարավոր անգամ երգել է բայց երբ որ արտիստը բեմ է մտնում այդ նույն երգը դու տարբեր ընկալմամբ ես տալիս հա ճիշտ է պետք է փորձես արտիստը այ արվեստագետ է արտիստ է այսօր ինչ որ հկներ են բացում մշակութային մեկը մեկին կամ առանձին ստուդիաներ մեկը մեկին շքանշաններ տալիս պատվոգրեր տալիս ես ասում եմ խորհրդային միության ժամանակի օրենքը շատ ճիշտ էր անգամ թատերաքննադատ երաժշտաքննադատ գրաքննադատ այո դրանք պետք է լինեն ինչքան քննադատեն այնքան տվյալ կոմպոզիտորը, տվյալ երգիչը, տվյալ գրողը, թատերագետը ավելի շատ աշխատում իր վրա։ Հա, ճիշտ եք ասում, որովհետև արվեստագետ չի նշանակում միայն երգիչ կամ օրինակ միայն դերասան։ Ես շատ եմ գնահատում համ Վրուժ Հարությունյանին, համ Սուրենիչին ու քանի որ ձեզ էլ է բախտ վիճակվել աշխատել Սուրենիչի հետ, ինչ եք վերցրել իրենից, համ էլ ձեր վարպետն է, չէ՞։ Սուրենիչը հրաշագործ էր։ Չունեցածով կարող էր մի հատ շեդևր սարքել։ Ինքը իրոք հրաշագործ էր։ Փակ դերասանից արտիստից կարող էր բացել ինքը խնդիրներով մտքի լայն ճկունություն ուներ այսօր
ասեմ, մեր ռեժիսուրայում Հայաստանի Հանրապետության ռեժիսուրայում իր կարիքը շատ ունենք։ Իր տիպի արտիստ։ Վերջին բեմադրած գործը Անուշն էր, չէ՞, կարծեմ։ Ինչքան հիշում։ Հա։ Եվ այսօր կրկին ասեմ, ինչից երաժշտությունից հարց տայր կպատասխաներ։ Պատմություն, ինչից ուզում խոսեի։ Այ արվեստագետը է, արտիստ։ Դերասան չի։ Չեմ սիրում դերասան բառը։ Բայց ինքը քայլում էր արդեն արտիստ էր։ Մարդուց է գալիս։ Հիմա մի բան ասեմ, այդ նույն արտիստի եւ դերասանի տարբերությունը։ Արտիստը ոչ մի բան չանելով փողոցում քայլում է, կասես արտիստ է։ Բայց հիմա ինչ մայմունություն ասես կանեն, մազերները, էլ հագուստը, ես ինչքան մայմունություն ասես կանեն, որպեսզի իրանք ցույց տան, որ իրանք ոչ թե արտիստ են, այլ դերասան։ Հա, դերասող են։ Ճիշտ է, համաձայն եմ։ Վանաձորի թատրոնում աշխատելու ժամանակ ինչ դերեր եք խաղացել։ Հա, Սուրենչի բեմադրություններում Աշնան արև, Վաճառքի ենթակա չէ, Ռոմեո Ջուլիետ, Լիրարքա։ Իսկ սիրեցիք այդ ոլորտը, հենց դերասանական խաղալը բեմում։ Այո, շատ։ Մեկ-մեկ որ կարոտում եմ, գնում եմ թատրոն, այդ հոտս գալու։ Չնայած ինձ մոտ էլ Հորովել երկիպարի անսամբլում բեմ ունենք մշակույթի Շարլանդանյան մշակույթի պալատը, հենց տնօրենը ես եմ, գեղարվեստական ղեկավար, այս ամենը Հորովել երկիպարի անսամբլն է։ Բայց այն հոտը չկա, ինչ որ թատրոնի հոտը, բեմը յուրահատուկ բան է։ Ճիշտ, համաձայն եմ։ Հատկապես Աբելյանի։ Ես Երևանում մտել եմ տարբեր թատրոններ, կարող է որ այդ թատրոններից չեմ սկսել դրա համար իմ ասեմ այդ նույն հոտը կա Գյումրիի թատրոնում։ Ես չէ։ Բեմից։ Տեսակ Աբելյանը ուրիշ է։ Աբելյանը ուրիշ է։ Երբ որ փոքր ժամանակվանից այդտեղից սկսել Ես նույնը Սունդուկյան թատրոնում եմ զգացել։ Հա։ Օպերային թատրոնում, բայց չգիտեմ, մի ուրիշ աշխարհ է, մի ուրիշ հոտ է, մի նամշա, չգիտեմ ինչա հոտ է, բայց լավն է։ Հարազատ է։ Հիմա անցնենք մի քիչ ավելի ձեր մանկավարժական գործունեության մասին խոսենք, որովհետև շատ տարբեր է, էլի այդ մանկավարժությունը արդեն լրիվ այլ բան է, երբ դուք փորձում եք կրթել մարդկանց։ Երեխեքի հետ աշխատել։ Դե երեխա պայմանական եմ ասում։ Ես նաև երեխաների հետ եմ աշխատել, ունեցել եմ երգի պահպանման, ձայնի պահպանման ստուդիա, որտեղ աշխատել եմ եւ այսօր Փարքասու լավ երգիչներ եմ տվել, այսօր թե հանրապետությունում են եւ թե հանրապետությունից դուրս լավ մարդ են դարձել։ Այդ ամենակարևորն է։ Եվ ասեմ, որ ես իրենցից եմ սովորել, շատ եմ սովորել։ Հա, այդ է ուզում։ Ուսման process-ում, այսօր ուսանողների հետ անգամ շփվելից ուսման process-ում իրենցից էլ ես սովորում։ Չի լինի, որ դու միայն քոնը պահանջես։ Պետք է զգաս այդ երեխեն, այդ ուսանողը, այդ աշակերտը, ինչքանով է ունակ քեզ լսելու, եւ դու այդ ունակությունը, ինչպես հանդիսատեսը, այդ ունակությունը դու կարողանաս ուրիշ ձևով տաս այդ երեխուն։ Կամ ուղղությունը ցույց տաս։ Ես միշտ իրենց ասել եմ, պարտադիր չի, որ դուք լինեք դերասան, ռեժիսոր, պարուհի, պարող, որովհետեւ մեզ մոտ պարավեստի բաժին էլ կա։ Ես ասում եմ իրենց ընդհանուր է դասավանդման process-ը, ասում եմ ավելի լավ է լինեք խելացի եւ գրագետ հանդիսատես։ Ես այդ խոսքերը շատ եմ լսել, ճիշտ է, երբ որ ես սովորում էի ստուդիայում, մեր մոտ ակնհայտորեն կային երեխեք, որոնք ակնհայտորեն չէին դառնալու դերասան։ Դա պարզ էր դա, ու Տիկին Ռուզաննան, մեր թատրոնի պատմության դասախոսը ասում էր, ոչինչ, կարևորը մենք կկրթենք որակյալ հանդիսատես։ Կիրթ հանդիսատես։ Կիրթ հանդիսատես։ Ասեմ, որ մեր Վանաձորյան հանդիսատեսը իրոք շատ լավն է, այո, համաձայն եմ։ Շատ լավն է։ Ինչ է նշանակում լինել Հորովել երկիպարի անսամբլի գեղարվեստական ղեկավար։ Մի անսամբլ, որտեղ մոտ 35 տարի աշխատում եմ։ Համարյա ամբողջ կյանք։ Ասեմ, այնքան երջանիկ եմ, որ մեր մեծերի հետ եմ աշխատել Հորովելի, որ 70 տարվա պատմություն ունի անսամբլը, որի հիմնադիրները եղել են ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը, Կոտոյանը,
հայտնի բալետմայստերներ են աշխատել, մեր արտիստները շատ լավ արտիստներ են եղել, եւ թե երաժշտախմբի, թե երգչախմբի, եւ թե պարային խմբի։ Գիտեք, դա հիվանդություն է հորովել, հորովելցի լինելը, որովհետեւ եւ ժողովրդական արվեստը շատ գերող է։ Ինձ միշտ ասում են, որ ինչի մի փոքր չեք շեղվում ձեր ժողովրդական արվեստից, նկատի ունեն այլ ոճեր, այլ ոչ, չէ, նկատի ունեն, որ ժողովրդական արվեստի գործիքները նվագեն նաև մի փոքր այլ երաժշտության մեջ։ Ես ուզում եմ, որ պահպանողական լինեմ։ Եվ ասեմ, մեր միակ ցավալի խնդիրը դա երաժշտախմբային խնդիրն է, որը չունենք քամանչա, չունենք թար, չունենք ուդ, այսինքն մի սերունդ եթե գնաց, տեղը լրացնող չի լինում։ Դա նաև խնդիրն է մեր երաժշտական դպրոցների, տնօրենների, որպեսզի այդ ճյուղերը զարգացնեն, քոլեջի, երաժշտական քոլեջի, արվեստի քոլեջի։ Չեն ինչ անեն, եթե օրինակ չկան դիմորդներ։ Կա պրոպագանդայի ձև։ Գնամ նորից, ես մնացել եմ Կիրովականցի, չէ, գնամ նորից խորհրդային տարիներ, գնում էին ժամանակին դպրոցներ, հանդիպումներ աշակերտների հետ, ուղեցույց տալու։ Հիմա այդ նույն բանը ասում մեր թատերական ինստիտուտը։ Գնում են շրջաններ, դպրոցների հետ հանդիպումներ, երեխեքը այնտեղ տալիս է թատերական գիտելիքների մասին եւ հոսքա լինում գալիս են, թե պարարվեստի, թե ռեժիսուրայի եւ թե դերասանների գալիս են։ Այդ նույն պրոպագանդան պետք է անի նաև դպրոցը, գնա հանրակրթական դպրոցներ, երեխաների հետ խոսեն, ինչ նախասիրություններ ունեիք, երեխուն ուղղորդեն, այդ ուղղորդելու խնդիրը կա։ Ոնց որ ժամանակին եղել է։ Այդ ցավալի կողմն ունենք։ Իսկ միգուցե հնարավոր է օրինակ Երևանից հրավիրել արտիստներ։ Հնարավոր է։ Հնարավորություն չկա։ Հասկացա։ Պարոն Ներսիսյան, շատ շնորհակալություն այս հրաշալի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ համար։ Շատ շնորհակալ եմ։ Նորից առիթ կլինի, կհանդիպենք, խոսենք, կզրուցենք։ Ուրեմն ես կատվի հետ գզվել, մեր փիսոյի։ Հա։ Ստեղը վնասել է։ Հիմա տեղեր ենք։ Ինչ պետք է իրոն աներ, որ։ Չէ, ին խաղում են, նայել չանգը գցում է։ Դե գնացի։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Սենց, չէ։ Այո։ Գնացի։ Հաջողություն։ Գալիս եք։